Արմնու լրատվականի ձեռքում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես է Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանություն կատարող Թադևոս Հովակիմյանը պատրաստվել գործողություններին ու սպանել Արմենուհի եւ Գևորգ Ղազարյաններին, ինչպես նաեւ Ռուսաստանից օրերս վերադարձած Վահե Մարտիրոսյանին եւ նրա կնոջը Մարինա Մուշեղովնային։ Հոկտեմբերի 13-ին Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող հողամասում հայտնաբերվել էին սպանված Արմենուհի եւ Գևորգ Ղազարյանների մարմինները։ Ու մինչ իրավապահները դեպքի վայրում գործողություններ էին իրականացնում, լսվեց եւս 2 անձի սպանության մասին։ Զովաշեն գյուղում եւս 2 անձ սպանված գտան։ Սպանվածներից մեկը Աբովյանի բնակիչ Վահե Մարտիրոսյանն էր, մյուսը Մարինա Մուշեղովնան։ Ամուսինները Հայաստան էին եկել Ռուսաստանից իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ էին առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել էր անծանոթ տղամարդ, հրացանով տղամարդը պահանջել էր մեքենայի բալանիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել էր նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել էր զույգին եւ հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել էին ավելի ուշ։ Նրանք պառկած էին նույն տաղավարում։ 4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կալանավորվեց Արամուսի բնակիչ Թադևոս Հովակիմյանը։ Վերջինս իրավապահներին հայտնել էր, որ Գևորգ եւ Արմենուհի Ղազարյաններին սպանել է 20 տարի առաջ տեղ ունեցած միջադեպի արդյունքում։ Արամուսում ծեծել էին իրեն, ինքը վրեժը լուծել էր Արմենուհի եւ Գևորգ Ղազարյաններից։ Իսկ Հազովաշենում ամուսիններին սպանել էր մեկ նպատակով, քանի որ պահանջել էր նրանց մեքենան, չստանալու հետևանքով կրակել էր նրանց վրա։ Արմնու լրատվականը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է սպանության գործով կալանավորված Թադևոս Հովակիմյանը հոկտեմբերի 12-ին պատրաստվում։ Սպանության օրը մաքրում է մեքենան, իր տան բակում անսարք վիճակում գտնվող մեքենայի մեջ պահում պարկը, որի մեջ ըստ լուրերի եղել է զենքը եւ փամփուշտը, որից հետո պարկի մեջ դրած զենքը եւ փամփուշտները անսարք մեքենայից տեղադրում է իր մեքենայի բեռնախցիկում։ Վերջինս ողջ օրը հետևում է, թե ինչ շարժի մեջ են Գևորգ Ղազարյանը եւ նրա կինը։ Ավելին նկատում ենք, որ Գևորգ Ղազարյանը դաշտից գալիս է տուն, տան մոտակայքում գործողություններ է իրականացնում ու կրկին հետ վերադառնում դաշտ։ Արդյունքում սպանություն կատարող Թադևոս Հովակիմյանը վարում է մեքենան դեպքի վայր, Արամուսի դաշտավայր ու սպանում ամուսիններին։ Կոտայքում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած տղամարդը Թադևոս Հովակիմյանը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր վերջինս անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Արմնու լրատվականը զրուցել էր Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի տուժողի ներկայացուցիչ Գոր Ալոյանի հետ։ Վերջինս պահանջում էր, որ սպանություն կատարողին կրկնակի փորձաքննության ենթարկեն, որպեսզի իրենց կասկածները ամրապնդվեն։ Արդյոք տղամարդը ունի առողջական խնդիրներ, թե ոչ։ Արդյունքում սպանությունից ամիսներ անց իրավապահ մարմինները փաստաբանի բողոքը բավարարեցին եւ ՔՓ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանին կրկնակի փորձաքննության են ենթարկելու։ Հետևենք կրկնակի փորձաքննության արդյունքներին։